Բարև ձեզ, ձեզի հետ ենք Կալիֆորնիա Fraser Park-ի Camp Արևեն։ Այս տարի համասկայնի Artlinks-ը երդասարտական ցանցը դեղի կունենա հոս հունիս ամսուն։ Ինչպես որ դեղյակ եք արդեն, Artlinks-ը գազագերբություն է համասկային 3 շրջանային վարչություններու Հյուսիսային Ամերիկայի մեջ Կանադա, Արևմտյան եւ Արևելյան Ամերիկայի։ Ընդհանուր առմամբ շաբաթավերջը ընթացավ շատ ջոխ մթնոլորտի մեջ, որ գնդքրգեր աշխատանոցներ անշուշտ, խաղեր, երաժշտություն, բարեր, խարույկահանդես։ Եկեք միասնապար վայելենք այս բոլորը ձեզի հետ։ Ասի առաջին Artlinks է, շատ նոր մարդոց հանդիպած եմ, նոր ընկերներ ստեղծած եմ եւ ամեն մարդ հոս շատ չերմ լավ կերպով կհարաբերվի իրարու հետ, շատ լավ ժամանակ անցնենք կոր, ատկեզատ փնությունն շատ անուշիկ է, գիտես հոգիտ բան հանգստացնե։ Ներկայիս բժշկության մեջ կուզեմ խորանալ, բայց միևնույն ժամանակ, ինչպես վրսի համասկանի տատերախումբի մասը կազմեմ, ադի իմ համար նաև շատ կարևոր է մշակույթը սպահել, պաշտպանել, լեզուս գործածել եւ նաև կապ բահել տարբեր հայկական ջուղերու հետ։ Առաջին Artlinks էր այս տարի։ Գուզեմ քալդարյան մասնակցել, ես nursing student եմ։ Հիմա մեկ տարի են կվերջացնեմ։ Ասիկա լավ թեման էր, որ ամեն մարդ դարբեր կյանքի բաժիններ են եկերեն եւ weekend մհոս կանցնենք կոր։ Ամենքս մեկ գոլով, որ հայ ենք եւ հայ մշակույթը գուզենք պահել։ What is the difference between a documentary or fiction film? Anybody can tell me? Documentary is based on truth. Fiction is But what is truth? true events that happened or happening. Truth is very subjective, right? Այս երկրորդ ընթացքին գարելի յարատին չափով փորձեցի այսպես շատ բարձ ցելով նկարագրել documentary վավերագրական ֆիլմերու արժեքը, բախտադություն մտնել վավերագրական ֆիլմերու եւ ոչ վավերագրական ֆիլմերու, այսին պատմողական ֆիլմերու բամը, քիծմը եւ իհարկե նկարագրեցի նաեւ մեկ տեսակ ոչ չի գա, որ documentary-ը կպատրաստես, քանի մի տեսակ ոչ գա, եւ բոլորնալ իզորու մոդեցումներ են, so it's all անհատական նախասիրության կամ մտածողության բանն է, արդյունքն է այդ բոլորը գլա։ Եվ ադրի, եւ it was a բավական բան, ասին անգլերեն ասեմ, receptive էր, եւ առավել ուրեմն այնպես մորինք, որ որպես միան թեորի չլա, եւ նաեւ քիչ նաեւ բան practical բաժինն լա, երկու խումբի բաժնվեցավ մասնակցողները, ընդհանրապես 14 հոգի էին, so 7-7, եւ ամեն մեկը իրենց ուրեմն նախընտրությունը իրենց տվի, որպեսզի որոշեն ինչ նյութ կուզեն հետապնդել եւ շատ գարջ մեր ունեցած պայմաններուն մեջ գարջ բան պատրաստեն, եւ իհարկե այսօր ադոր արդյունքը տեսանք, շատ քնահատելի էր, խոսակցության ընթացքին որպեսզի գրնամ օրինակներ տալ, ես հետս բերած եմ իմ վերջին պատրաստությունս, որ արդեն 95%-ով պատրաստ է, վավերագրական ֆիլմն է, իմ ծննդավայրիս մասին, Բուրչամուտ, եւ ադիգա օրինակ բերի, կարճ 5-6 վայրկյանոց հատված մտցուցի բանեն ֆիլմեն, ընդանուր ֆիլմեն, որպեսզի գրնան նաեւ բախտատակամ տնել իրենց ըրազին եւ ուրիշներու ըրազին միջև։ Ֆիլմին առաջմս բանը վերնակիրը, որ ունիմ, Թոմարզա փողոցի դունը անունն է, որ անգլերենով նաև գսվի The House on Tomarza Street։ Թոմարզան Բուրչամուտի մեջ թաղամասն էր, որ թոմարզացներով շրջապատված էր Հոն Գաբրեին, եւ այնտեղ ես հոն ծնած եմ, այդ թաղամասի մեջ ծնած եմ, որտեղ
Զնողքս հորս կողմի ես Թումարզացի եմ։ It's really cool meeting these different Hamaskainagans, different youth from different regions, and getting to know them, their latent musical talents, their latent artistic talents, discussing all these different topics of Armenian culture, media, literacy. And it's touching base with people on an international level, unifying us in a way that in a single weekend, you probably couldn't do over months in a different program. So, yeah, I'm thankful for that. Yes, Karol Tayem im Murakan Tatika Serhai. Her family came from Bitlis area during the time of the Hamidian massacres, so they were among the first Armenians to come to Fresno. I enjoyed the lectures mostly. The lectures were very informative, and it's really nice to see. Well, it's interesting because I've heard a lot of these names before, and it's sort of like meeting celebrities, even though they're not like, well, some of them are, like Sebo Simonian, but like we're gonna have a talk by Talar Shahinian, and since I did Armenian studies at Berkeley as a minor, I ended up citing a lot of her work, so it's just like cool. It's like meeting celebrities, but that not everyone knows, and then I get to harass them with annoying questions. So I'm a street performer myself, so every now and then I try to integrate a little bit of like, some Komita songs, not in the same way as that. That's like super cool. But I really liked someone articulating the same like feeling I had about Komitas's music has become sort of exclusive, and then running with that idea and making something like really beautiful. So yeah, that was very enjoyable. Something about ArtLinks that I really enjoyed is that being surrounded by a lot of like-minded individuals and having a lot of intellectual discussions, learning more about other people's experiences and knowledges, especially people who came to speak. And it was a great experience. Almost 120 years later, I and our staff continue this mission because while it's simple, it's also critical not just for us living here today, but those who are going to surpass us, our next generation. Պարզապես նախ ասպարեզի պատմականը ներկայացրամ եւ փորձամ նաեւ շեշտել, որ հայկական մեդիայի, հայկական մամուլի կարևորությունը ոչ միայն օրվա լուրերը տալ եւ օրինակի համար գաղութի մասին նյութեր գրել, որտեղ դրանք էլ կարևոր են, բայց ավելի մեր գաղութի պատմությունը գրվում է այդ էջերի կամ հիմա կայքերի մեջ։ Ասպարեզը 120 տարի մեր գաղութի պատմությունն է գրել իր ամբողջ զարգացումներով, օրինակ համար դպրոցների հիմնադրությունները, կենտրոնների բացումը, այո, նաև այս գաղութի աշխատանքները, օրինակի համար երկրաշարժի կապակցությամբ, Արցախի ազատագրական պայքարի դերակատարությունը, եւ կարծում եմ, որ մասնակիցները չնայած սկիզբը ասում էին, որ հատուկ հայկական լուր չեն հետևում կամ անցողակի ձևով սոցիալ մեդիայի վրա են նայում, մեկ քանիսը մոտեցան եւ հետաքրքրություն են հայտնել, որ գրեն եւ կարդան ասպարեզը եւ հետևեն, ոչ թե մենակ ասպարեզը, հայկական մամուլը։ Համասկայանի Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչությունն այս տարի ուրախ է հյուրընկալելու ArtLinks-ը դարձյալ Լոս Անջելեսի մեջ, Camp Արևի մեջ։ Այս տարվա workshop լիդերները բավական հետաքրքրական էին, այնպես որ բավական հետաքրքրական աշակերտներ, երիտասարդները ցորվեցան նորություններ
եւ ամենաուրախությունը այդ է որ իրենք պատրաստ են կալդավա արտնինքին մասնակցելու եւ աշխատելու որ արտնինքը ընդլայնի ամենից որ հաջողություն է ասի մեզ համար կսպասենք կալդավան Ինչպես գիտեք այս տարի Artlinks-ի 11-րդ տարին էր ուրեմն հաջողել ենք հույսով եմ որ հաջողել ենք որ կարողացել ենք այս տարիներ հասնենք այս տարվան եւ հույս ունենք որ կարողանանք ավելի երկար տարիներ շարունակենք թվում է թե երիտասարդները շատ իրանց համար հետաքրքիր եւ կսիրեն եւ լրիվ Artlinks-ի միշենը դա է որ կարողանան զարգանան եւ ստանան մի բան որ միգուցե ուրիշ տեղերից չեն կարողանում ստանալ եսի մի ձևով մեկ հատ առիթ է իրանց համար Իմ բարդականությունս եղած է մի քանի վերջին տարիներուն խաղերու քիշեր game night եւ գործեմ դարբեր տեսակի խաղեր կազմակերպել մեր մասնակիցներուն համար այս տարի scavenger hunt-ը պատրաստած եմ ուրեմն երկու խումբեր պիտի լան որ այս քիշեր քիչմը երբ որ մտնա պիտի բդդին camp արևի ամեն շուրջերը եւ պիտի փոքր գդորներ գտնեն puzzle pieces եւ դարբեր տեսակի ուրիշ զվարճալի խաղեր երեք քիշեր որոշեցինք խաղալ թարգմանության խաղը եւ ուրեմն դված էի նշանավոր անգլերեն երգեր եւ անոնք որ կմասնակցեին վարգանի վրա պետք է թարգմանեին հայերենով գամ իսկապես ծևով գամ բարեպար որ արխիվինները հասկանան թե ինչ նշանավոր երգ խոսենք եւ ուրիշ ասանք փոքր խաղեր ունենք որ այս քիշեր պիտի խաղանք եւ զվարճանանք միասին Artlinks-ը շատ լավ առիթմ է երիտասարդներուն համար, որ կարենան քալ, այսինքն բնության դեղ ընդհանրապես դեղը գուկանք եւ առիթմն է որ հայկական, այսինքն մեր շատ դաղանթավոր եւ շատ նշանավոր անձերուն հետ one-on-one ծևով workshop կունենան եւ գրնան սորվիլ, եթե ովևէ բան կա, որ իրենց կհետաքրքրե, գրնան, այսինքն հետերին խոսիլ, գրնան ավելի սորվիլ եւ առիթ կունենան, որ մեր մշակույթին they create a stronger relationship. No, կասկադներ չէ։ Կասկադ։ Սարտարաբադ։ Պան, ինչ անունը, ամպեր չեմիսը, մաշտոց։ Դարերու մարդես։ Ասի մեր առաջին անգամն է, որ Artlinks-ի պրոգրամը կմասնակցենք կոր, և շատ ուրախ ենք, որ հատուկ առիթը գունենանք, որ Ամերիկայի և Կանադայի շրջաններեն դարբեր հայ երիտասարդներու ծանոթանանք։ Շատ հետաքրքրական էին բոլոր workshop-ները, բոլոր աշխատանոցները, մանավանդ սիրեցի հայերեն լեզվի աշխատանոցը և դասախոսությունը, բաժին մգար, որ մենք հատվածներ կարդացինք և մենք գրծ առիթ ունեցանք գրելու եւ երկի աշխատանոցն շատ հետաքրքրական կա Գոմիդասի այո Սեբու Սիմոնյանը իր Գոմիդասի երկերը որ ինքը անգլերենի թարգմանեց ադի շատ հետաքրքրական այո քանի քիչ մը չէի մտածած որքան դժվար է հայերենը անգլերենով թարգմանել այո եւ եղանակով անգլերենը երկելը եւ այդ թարգմանությունները Փուն Գոմիդասին ցանակրության երկերուն վրա թնելը շատ հետաքրքրական էր։ Այո։ Թեև բժիշկ ուզենք ըլլալ եւ բժշկական համալսարան գտիմենք կոր, մեզի համար հայերեն լեզուն եւ մշակույթը շատ կարեւոր է։ Այո։ Եվ մենք էջմ ունենք Diaspora Twins անունով Instagram-ի եւ TikTok-ի վրա։ Այո։ Ուր
մենք մեր կյանքը հայերենով կներկայացրենք։ Մեր էջը ստեղծեցինք այն նպատակով, որ հայերեն լեզուն շատ թրուն է, առօրյա կյանքի մեջ ստեղծագործական ձևերով կորզածես հայերեն լեզուն։ Ուրեմն մեր էջը հա ճիշտ ինչպես անկարանը կորզածենք ամեն օր, հայերենը նույն ձևով կգնանք օգտագործել։ Այո։ Եվ հուսանք մեր էջը ձև մգլա, որ ուրիշ երիտասարդներ մեր սերունդի մեջ իրար հետ հայերեն քաչալերվին խոսիլ, կամ իրենց փարաբաշարը փարելավեն, կամ եթե հայերեն հայախոս չի գա իրենց մոտ, մեր էջը ցև մլա, որ իրենք գնան այդ հայկական մնոլորտը գտնեն, մոդիգսկան։ Եվ Artlinks-ը շատ աղվոր փորձառություն մներ, եւ քալդարի Artlinks-ին գտեսնենք։ Մասնակցում եմ երկրորդ անգամ Artlinks-ին եւ կարծում եմ հարկ անգամ չկա տարակուսելու արդյոք հետաքրքիր կանցնի թե ոչ, եթե մի բան կազմակերպված է համազգայինի կողմից, ապա այն միանշանակ կլինի հետաքրքիր։ Եվ հետաքրքրական է նաև այն, որ ոչ միայն դասախոսություն լսում ենք, այլ նաև պետք է մեր միտքը աշխատեցնենք, ինքնաարտահայտվենք, խմբով աշխատենք եւ ստեղծենք հետաքրքիր մի նոր բան։ Բոլորին կոչ եմ անում մասնակցել, եթե ունեք հնարավորություն, չվարանել, մեկնել Կանադա կամ ցանկացած նոր տեղը, որտեղ որ կկատարվի Artlinks-ը եւ ձեռք բերել նոր գիտելիքներ, նոր ընկերներ եւ դառնալ Artlinks-ի մեծ ընտանիքի անդամ։ Ասի առաջին դարիս է Artlinks քալը։ Honestly, yes, շատ սիրեցի, I really liked it. I love meeting different people in different art forms, that people who like sculpt, people who sing, people who do theater. It was really fun. And even learning about the different, like how Anged Ara talked about like the film, and then Angerowi Talar talked about like the language. It was very interesting coming from someone who isn't too exposed to like Armenian art forms. It was very nice to get away for a weekend and learn. Artlinks-ը համասկայնի գրթական եւ մշակութային գազམ་ագերբություն լալու գոչումին գենթանի մանրավորումն է։ Իր աշխատանոցներով Artlinks-ը մասնագետներուն կհիշեցնե եւ կխրախուսե, որ մշակույթի ստեղծագործները լանք, այսինքն մշակույթը վարբահենք ոչ թե միայն իր անցյալով, այլ մեր ներգա խաղապարներով սրդանց կքաչալերեմ աբակային բոլոր հետաքրքրվողներուն, որ Artlinks-ին մասնակցին։ Artlinks-ի աշխատանոցները իսկապես հadoop փորձառություններ են, որովհետև այն գիտելիքները, որ այստեղ են կխաղենք, ուրիշտեղ դժվար կգտնվին։ Իմ անունս Ալեսի Հադիդյան է եւ Glendale համասկայնի Nairian Choir-ի մեջ եմ։ This is my first Artlinks. And I really enjoyed it a lot. I have been enjoying it. I like all the singing and dancing. I like the learning. It's a very educational experience. I like how there's a lot of different topics being covered by experienced people. And I like that it's a discussion and it's fun and it's open to everyone. Համասկայինը իմ դունս եղած է, իմ մշակութային գետրոնը եղած է բզդիգուց ի վեր, սո երբ որ հրավիրեցին չգրծա մերժել, հետաքրքրական հավաքմն է, ամբողջ կյանքս մյուզիկի մեջ միշտ ուզած եմ
ուրիշներու երկերը որ գսիրեմ սորվիլ եւ երկել սկիզբի որ band սկսա in my teenage years I was in cover bands Pink Floyd գնվակենք Beatles գնվակենք բայց դունին մեջ միշտ նաեւ լեցված էր ագանչս հայկական մշակութային երկերով որովհետեւ մայրս ինչպես էսի համասկայնին հետ շատ գործեր դարած է երաժշտական միավորի մեջ CD-ներ հրադարագած են Խաչատուրյան լսած ենք Կոմիդաս Փարսը Գանաչյան Բաբաջանյան ամեն ինչ որ գուզես լսած եմ երջախումբային դիսկեր հանեցին Piano Works folk songs so ասամենը ագանչիս մեջ լեցված էր եւ իմ ամերիկան էստրադային երկերը առանց անդրադառնալու կարծեմ քիչմը it was inspired by Armenian sounds and melodies վերջը ավելի անդրադարձավ որ ադիգա գար եւ ավելի ուզեցի ուսումնասիրել եւ անշուշտ Կոմիդասը number 1 եւ եթե երկերը մդիգնես կանտրատարնաս որ հետաքրքրան երկեր կան եւ modern եղանակներ կան եւ ուզեցի տեսնել եթե ես ալ պիտի կարենայի նոր ծևով մշակել եւ ինչու՞ չէ թարգմանել անգլերենի եթե ուսումնասիրես the chords and the melodies you realize that it was more than just old folk songs you know hին երկերը որ recorder of archiver of տաշտերը կնած գյուղերը կնած եւ լսեց եւ քրի արավ ինքը ադիանակները արավ եւ ավելի հետաքրքրան դարձուց and he turned them into interesting modern classical compositions Ասիգա երկրորդ արտլինքս է որ գնամ գոր անցյալ դարի Մորեալի նկացի եւ շատ սիրեցի ուրեմն գուզեի այս տարի Լոս Անջելեսին է երթալ այս տարի շատ ինձի documentary workshop-ը շատ հետաքրքրեց ուրեմն մեր խումբիկը բաժնվեցինք եւ մեր խումբը որոշեցինք որ քիչմը ասմոդի town-ները երթանք ու բես վիդեո քաշենք եւ մարդոց ինտերվյու ունենք մենք կդանք Party martma որ մեզի իր խանութը ցուցուց դարձանք նայեցանք բամեց ինչպես իրենները Պերուգաբրի եւ ավրանք կփերը մենք մեր հայություն culture-ին մասինա խոսեցանք եւ շատ սիրեց եւ նստեցանք շինեցինք վիդեոն մեջեր ականի մգադակներ աթրինք խնդացին ամեմար սիրեցին շատ ավոր էր շատ բան էր Ինձ համար սա բացահայտում էր, առաջին անգամ եմ գտնվում այստեղ, շատ ոգևորված եմ, քանի որ առիթ ունեցա մասնակցելու այնպիսի ծրագրերին, հայապահպանման ծրագրերին, որոնց մեջ մտնում էր երաժշտություն, հայագիտություն, կինո, արվեստ, թատրոն եւ ինչ շրջապատող մարդկանց վերաբերմունքից հասկացա, որ եթե մենք բոլորս ունենք այսպիսի արտահայտություն, որ ժամանակ չունեմ, չեմ հասցնում, չգիտեմ, այստեղ հիմա միած ստոպ ենք տալիս ու մտածում ենք, եթե Ամերիկայում այս մարդիկ, այս հրաշագործ մարդիկ ժամանակ են գտել եւ մշակույթի պահպանման մասին ինքնակամ ներդրումներ են անում իրենց մասնակցությամբ, ապա հարգանքներս եւ ողջույններս բոլորիդ Եթե մտածենք, եթե նկատի առնենք հայ մտավորական եւ մշակութային կյանքը Ամերիկայի մեջ, այսինքն Միացյալ Նահանգների ներս, անկարելի պիտի լա անգլերենի եւ հայերենի փոխումի մասին չմտածել, ասի երկու լեզուներու փոխումի մասին չմտածել, այսինքն ի դարբերություն այլ հետ եղերնյան քաղաքներու, հատկապես միջնարևելյան հայ քաղաքներու
Հայախոս համայնք վահել կամ հայախոս համայնք գերդելը Ամերիկայի մեջ բավական դժվար եղած է։ Ուրեմն այսօր արիթ ունեցա Artlinks-ի մասնագետներուն ներկայացնել շատ ամփոփ հագիր ծևով ամերիկահայ քրական արտադրության բամությունը Նաև ստեղծագործական աշխատանք մնալավելցուցինք իեդին, աշխատանոցին իեդին և գրծանք մեր նյութը ամփոփել իրենց դված օրինակներու ընդմեջ են, ուրեմն հաջելի էր իրենց դեսագետն դեսնել, քանի որ վերջի վերջո իրենք երկլեզու երդասարտներ են երկու լեզուներու միջև կամ այլ ավելի լեզուներու միջև երկու կամ երկեն ավելի մշակույթներու միջև ապրող երդասարտներ են եւ հետաքրքրական էր այդ անձնական դեսագետը ինչպես գրցան փերել քրություններուն քրական աշխարհին եւ գարենալ այդ գամուրջը ստեղծել վերլուծական աշխատանքի մեջ են Շատ ուրախ եմ, որ արիթը ունեցա գրգին մասնակցելու, վերաթարնալու և գգարձեմ սպյուրքի մեր իրականության մեջ իր յուրահատկությունը արվեստը աշխատցնելու լեզվի, արվեստի, մշակույթի գյանք դալու մեջ է իր փուն արժեքը, Artlinks-ի արժեքը և իսկապես քնահատելի է և անցնապես գսիրեմ ես մասնակցել և հոզ քիչ մնալ ժամանակ անցնել իրենց հետ, քանի որ գխանթավարեզ իս ոգևորություն գպեր է և իսկապես քնահատելի է Hard work եւ Իսպանիա։ Դրանք գեղեցիկ առավոտ էր։ Իսպանական առավոտները շատ գեղեցիկ են։ Վաղ առավոտից լուսավոր ընդարձակ փողոցներում կարող ես տեսնել զբոսաշրջիկների, ովքեր վայելում են առավոտյան սուրճը, մինչդեռ տեղացիները շտապում են աշխատանքին։ Այդ առավոտ Ջեկը տեսնելով իր դրացի խոսեին հումորով կոչեց Hard work, dear brother։ All right, ինչու ավոր։ It's a moment. Ասիկա 11-րդ անգամն էր, որ Artlinks-ը կազմակերպեինք, երկրորդ տասնամյակը սկսանք եւ այս անգամ թերևս գտնամ վստահությամբ ասել, որ ամենեն հաջող Artlinks-ները մեկն էր ասիկա 4 հատ տասախոսներ ունեինք, որոնց միայն մեկը ասկի առաջ հրավիրած էինք, Թալար Շահինյանը, պրոֆեսորը, առաջին Artlinks-ին առաջին տասախոսներ և այսօր այս Artlinks-ին ալ ներկայացավ մեզի խոսելու ամերիկահայ իրականության մեջ կրողներու, անգլերենով թե հայերենով կրողներու գործունեության անոնց աշխատանքի մասին։ Ունեցանք նաև վավերագրական ժապավեններու արդատրիչ, պեմատրիչ Արամ Մածունյանը, որ խոսեցավ իր պատրաստած ֆիլմերու մասին, բայց ավելի հետաքրքրական այն էր, որ մղեց մեր մասնագետները, որ իրենք պատրաստեն վավերագրական կարճ ժապավեններ եւ ներկայացնեն, ունեցանք Արա Խաչատուրյանը, Արա Խաչատուրյանը ասպարեզի անգլերեն բաժնի խմբակիրն է եւ անիկա խոսեցավ մեդիայի թերը այսօրվան հայկական իրականության մեջ։ Ուրեմն ունեցանք շատ նշանավոր անուն վաստակած Սեբու Սիմոնյանը Capital Cities խումբեն, որ խոսեցավ դարիներու վրա երկարող իր աշխատանքի մասին, Գոմիդասի երկերեն ոմանք անգլերենի թարգմանելու եւ ներկայացնելու եւ ուրեմն այսպես 4 հատ շատ ինտերակտիվ, այսպես փոխադարձ աշխուժությամբ ներկայացվող նյութեր ունեինք եւ մեր մասնագետները շատ գոհ էին։ Հիմա գմնա մեզի մեր շրջանակը ընդլայնել, այսինքն հասնել դարբեր խավերու, դարբեր երդասարտներու, որոնք պիտի կան մեր երկրորդ տասնամյակը աշխուժացնել եւ Artlinks-ի ավականալ ապահովել։ Artlinks! Watch, we love Artlinks! And that's a wrap.